Zero. Բարև ձեզ, սերհարանիստներ, այսօր ինձ հետ է Մարիանա Բողոսյան, ինձ համար արժեքավոր է, որ ոչ թե ինքը միայն մյուզիսիան է, այլ որովհետև ինքը այսօր Հայաստանի մեջ, որտեղ մեր ազգային մշակույթը կենտարգվի ահավոր հարցակումներու այն առաջամարտիկներն է, որ ազգային մշակույթի համար բայկար գմր է, պատերազմները եւ դիմադրողները եւ պատերազմին հայրենիքը պաշտպանողները միայն սահմանի վրա չեն, այլ նաեւ ունենք այս տեսակ դիմադրողներ, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, ողջույն։ Լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ ինձ հետ զրուցում եք։ Շնորհակալ եմ, որ ընդառաջեցիք։ Ուզեմ մեզ Մгм. ներկայացնեք քիչ մը ծեր արվեստի մասին եւ ծեր մասին, որովհետեւ դակամին ես ցեզ անգետ ասած atkanadzanոտ չեմ, բայց շատ ուրախ եմ, որ ցեզի գծանոթանամ բադիվ ունիմ։ Հրամեցեք։ Բարև ձեզ, ողջույն նորից։ Ես գիտարահար մանկավարժ Մարիաննա Պողոսյանն եմ։ Ունեմ ժառանգ որպես ստացած արվեստ գիտար, երաժշտություն։ Հայաստանում այս արվեստը զարգացած է եւ զարգացել է իմ պապիկի Էդուարդ Բադալյանի շնորհիվ։ Հայաստանում դասական կիթառը եղել է, զարգացում է ապրել, սակայն իմ պապիկս Էդուարդ Բադալյանը ունեցել է մեծ ներդրում։ Նա հիմք է դրել դասական կիթառի արվեստի եւ բաց է արել դպրոցում դասարաններ կիթառի, որի հիման վրա մենք այսօր ունենք հրաշալի կրթական համալիր, կրթական միջավայր եւ ունենք բազմազան գեղեցիկ եւ մասնագետներ, ովքեր որ շարունակում են նրա գործը, հանձինս իմ մայրիկի, իր դուստրը, Էդուարդ Բադալյանի դուստրը, շարունակել են նույնպես կոնսերվատորիայի դասախոսը, դասավանդում է եւ ունի բազմազան աշխատություններ, որոնք որ օգնում են տարածել, զարգացնել եւ պրոպագանդել հայկական դասական կիթառը եւ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս։ Այժմ դա շարունակելով այդ գործընթացը, հա, եկանք մի կետի, որ հասկացանք, որ մեզ հարկավոր է փառատոն եւ ստեղծեցինք Էդուարդ Բադալյանի անվան գիտարի փառատոնը, որը տոն է, որը կրթական հարթակ է նաեւ մեր աշակերտների եւ երիտասարդ գիտարահարների միջեւ, որոնք որ կարիքը ունեն շփման, նոր ծանոթությունների եւ ինչու ոչ կապ հաստատեց այս միջոցառումը, փառատոնը, հա, մարզերի հետ, որը քիչ պակաս կարևոր չէ։ Թերևս այսքանը մեր փառատոնի Շարունակեցեք, մասին։ շարունակեցեք, խնդրել հաջելի է, խնդրեցեք։ Իմ մոտ շատ տաշտ է, պաշտոնական ալիք չեմ։ Իմ մոտը ավելի սպոնտա է։ Հրամեցեք, ցեզի է տաշտը։ Շնորհակալ եմ։ Շատ հաճելի է իրականում, կարիքը կար լուսաբանելու, որ կիթառը նաև պետք է մի փոքր ավելի զարգանա Հայաստանում եւ կապեր հաստատի մարզերի հետ, հետագայում նաև արտերկրի հետ։ Ունենք այս տարի փառատոն, որը որ տեղի ունենում առաջին անգամ, փաստորեն ելույթ ենք ունեցել այս տարի ուրեմն Արմավիր քաղաքում, ունեցել ենք Հրազդան քաղաքում եւ ունեցել ենք նաեւ բացի ելույթներից վարպետաց դասեր, զրույց դասախոսություններ եւ այ արդեն ամսի 11-ին կլինի փառատոնի փակումը, եզրափակիչ համերգը, որի ընթացքում ելույթ կունենան եւ դասատուները, եւ աշակերտները, եւ ուսանողները, միևնույն ժամանակ ելույթ կունենան նաեւ երաժշտական դպրոցների սաներից բաղկացած, եթե չեմ սխալվում, գրեթե 50 հոգանոց մեծ անսամբլ, որը առաջին անգամ կլինի Հայաստանում, մինչ այդ եղել է, բայց ոչ Բադալյանի անվան փառատոնի շրջանակներում։ Այսպիսով կարծում եմ կարևոր է լուսաբանել, որ մեր փոքրիկները եւս ունենան հնարավորություն տեսնել, ինչու նաեւ մեծերը միայն փոքրիկները չեն, որոնք հետաքրքրված են կիթառով, կարծում եմ մեծերին եւս հետաքրքիր կլինի, փոքրինչ ուրիշ կլինի, տարբեր կլինի։ Մեր քաղաքում փառատոններ բազմիցս անցկացվում են, բայց ոչ դասական կիթառին վերաբերող։ Եվ հիմնական ամենահետաքրքիր հատվածն այն է, որ այստեղ ներգրաված են մեր բոլոր փոքրիկները։ Երաշտական դպրոցներից, ինստիտուտներից, ինչու, որտեղ դասատուները դեռ ուսանող են, ունենք մեր մոտ այսպիսի ուսուցիչներ, ովքեր որ դեռ սովորում են, ուսանող են, դեռ իրենց ճանապարհը նոր են կերտում։
Եվ այս փառատոնը իրոք յուրովի է, այն հնարավորություն է տալիս երեխաներին շփվել, իրենց ավագ ընկերների հետ, իրենց ուսուցիչների հետ ելույթներ ունենալ, եւ կարծում եմ, որ նաեւ մարզերի ժողովրդի համար շատ կարեւոր փառատոն է եւ անկեղծ ասած շատ վախվորած էինք սկսվում փառատոնի կազմակերպման process-ը, քանի որ դե ինչպես գիտենք առաջին երբ որ ինչ-որ բան սկսում ես մի փոքր հուզիչ է եւ դեռ չգիտես արդյոք կարողանաս այսպես ասած իրականացնել այն ամենը ինչը որ գծված է, բայց փառք Աստծո մեզ մոտ ամեն ինչ կարծես թե ստացվեց եւ մեծ հույսեր ունենք, որ սա կլինի շարունակական եւ կսիրվի մեր ունկնդրի կողմից, մասնակիցների կողմից եւ այսպես կարող եմ ասել, որ սիրով սպասում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր որ Երևանում են կամ թեկուզ մարզերում, ովքեր կկարողանան այցելել Երևան, Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճ, ամսի 11-ին ժամը 7:00 երեկոյան։ Խնդրեմ համեցեք։ Շնորհակալ եմ, վստահ եմ, որ ինձ ուղարկեք մանրամասնությունները իմ գայքերով եւ այստեղ գտնենք ամեն շատ հաճելի է։ Անպայման, ինձ նույնպես։ Ամայնման շատ հոյակապ է։ Ուզեմ հարցնել, նախ Էջմիածին գալու ծրագիրները ինչ են, մեր մոտ Էջմիածին Սուրբ քաղաքը, այնտեղ որ այսօր Հայաստանի Սուրբ քաղաքի վրա շատ վատ հարձակումներ կդեղնան, հասնելու են այնտեղ մի քիչ քաղաքացիելու են, որտեղ իմալիկես առանց քաղաքականության, առանց Ես դա հասկացա արդեն, ճիշտ է, ես գիտեմ, որ քաղաքականության հետ կապ չունեմ։ Եվ ճիշտն ասած, այդ ֆիլմ կա այդպիսի, գիտեք, որ ասում է երաժիշտը չի զբաղվում պոլիտիկայով, չնայած որ կարծում եմ, որ հասկանալի է ձեր ալիքի կոնտենտը։ Հա, բայց ամեն դեպքում երաշտական դպրոցներ ունենք մենք Էջմիածնում, ովքեր որ եւս ցանկություն էին հայտնել մեզ հյուրընկալել, այսինքն հակառակը մեզ ընդունել Էջմիածնում, բայց քանի որ մեր փառատոնը շատ կարճ եւ սեղմ ժամանակներում կազմակերպվեց, մենք ցավոք չկարողացանք հասցնենք գալ Էջմիածին եւ կային նաեւ ուրիշ քաղաքներ, որտեղ մենք պետք է ելույթներ ունենայինք պլանավորված էր, բայց ցավոք ուրեմն տեխնիկական խնդիրների պատճառով մենք չհասցրինք այցելել նաև այդ քաղաքները, այդ փոքրիկներին, այդ բալիկներին, ովքեր որ մեզ սպասում էին, բայց մենք միտում ունենք, որ դա քանի որ փառատոնը շարունակական կլինի, մենք միտում ունենք շարունակել եւ մեծացնել ծավալը, փառատոնի նաև այցելել այլ քաղաքներ, ունենալ բավարպետած դասեր, ունենալ դասախոսություն լսումներ, զրույցներ ուսուցիչների հետ, աշակերտների հետ, սա հրաշալի փորձի փոխանակման հնարավորություն է։ Շատ մեզ նույնպես դասատուներիս շատ դժվար է լինում կապ հաստատել, կապ պահպանել, հա, մարզերում գտնվող ուսուցիչների հետ։ Ուստի սա մեզ համար եւս շատ մեծ առիթ էր ստեղծել մի միջավայր, որտեղ դա կդառնա հնարավոր։ Հոյակապ, Մարինա ջան, այսօր շատ հետաքրքրական է, շնորհակալ եմ։ Այսօր շատ հետաքրքրական է, ես Հայաստանը, որ սպիրկեն եղած է, այլ կերպ կպատկերացնեի, ուղղակի ես շոկ եղած եմ, հիասթափված եմ այն երևակայելի ավաղում մշակույթի։ Նախ քիչ մի պիտի պատադրես հայկական գիտարսերով ինչ նկատի ունես, ես անձնապես ատկանալ մյուզիկի մեջ չեմ հասկանալ, սակայն նկատած եմ, որ Հայաստանի մեջ ահավոր հարցակումներ կհասկեսինք երաժշտությունն։ Մյուզիկները, որ կլսեմ, ես շոկ կապրիմ։ Թրքական օրիենտալ բիթերով, թրքերեն բարերով, վայրենի կորկոլոսներով, այն Հայաստանը, որ մենք կպատկերացնեինք, չեմ գիտեր թե բոլշևիկյաններն այսպես էր, չէ թե անգախուտերն այսպես վերադեցին, սակայն պիտի ընդունենք ցավոք սիրտի եւ ասի ոչ թե ես սպիրկայի նախաբաշարված գխոսեմ, սակայն Հայաստանի մեջ ասկային մշակութային մագարտակը դերգա որ շատ տաղանդավորական ծեր նման, սակայն դժբախտաբար դներեք ատկանը հայտնի չեն, ես երևույթին դեք բեդական նետուկ չեք վայդեր։ Ինչ է հայկական գիտարը եւ ինչպես կուզեք մրցել այս կոմերցիոն աժան եւ ապասկային այլանդակ մշակույթներ որ Հայաստանի մեջ գվխտա հրամեցեք։ Գիտեք, մենք ունենք հրաշալի մանկավարժներ, հրաշալի երաժիշտներ, այո, մեր մշակույթը եւս կարելի ասել խառնվել է, հա, կողքի հարևան երկրների մշակույթի հետ, ինչը զարմանալի չէ, կարծում եմ, քանի որ տարածաշրջանային է եւ նույնիսկ մշակութային շատ կներեք նույնիսկ Լիբանանի մեջ որ մենք Լիբանանի մեջ կապրենք եւ արաբներով կշփվենք
մենք բանած ենք, այսինքն նվազագույնը չեմ ասել որ սպիրտի մեջ լի բանի մեջ ահավոր մշակութային այսինքն կակատնագետն է սակայն կոնե փորձ կա միտում կա իսկ այստեղ այսինքն անդարբեր մոդեցում կա շուգայի վրա մյուզիկի աշխարհը անդարբեր ուղղակի այսինքն թկածունի բարը չեմ ուզել օգտագործել բայց այդպիսի վիճակ կդեսնեմ հրամեցեք Գիտեք կան մասնագետներ ովքեր որ ամեն գնով պահպանում են թե մեր ազգայինը թե մեր դասական երաժշտությունը այ դուք նշեցիք ինչ է նշանակում հայկական կիթառ դա մեր հայ կոմպոզիտորների ստեղծած ստեղծագործություններն են որոնք կատարվում են հայ արվեստագետների հայ կատարողների կողմից հա եւ սա է կոչվում հայկական կիթառ չէ որ մենք գիտենք որ բոլոր կսմիթային ասարակ լարային գործիքները ակունք են առել մեր տարածաշրջանից եւս սա քիչ շեշտված է քանի որ քիչ ուսումնասիրված է բայց տարվել են աշխատություններ եւ իմ կողմից եւ Բադելանունեի կողմից մայրիկիս կողմից եւ եկել ենք այն հանգման այն եզրակացմանը որ բոլոր լարային գործիքները թե աղեղնային թե կսմիթային ծագում են առել ոչ միայն Հունաստան, Բաբելոն, Ասորեստան, այլ նաև հայկական լեռնաշխարհ։ Սա խոսում է, որ բոլոր լարային գործիքները ունեն մեկ նախահայր եւ ծագում են առել հայկական լեռնաշխարհից, տարածաշրջանից։ Հետևաբար ասել, որ կիթառը եւս ունի հայկական արմատներ, չի լինի սխալ։ Հետևաբար ասել, որ հայկական գործիքը պետք է տարածում ունենա, սա պետք է պրոպագանդվի, սա պետք է լսելի դարձնել, հա, որպեսզի ժողովուրդը նույնպես իմանա, որ այն գործիքը, որը որ ժամանակին եւ ինչու ոչ, մինչեւ այսօր համարվում է հատկապես իսպանական գործիք, այո, նա այնտեղ զարգացում է ապրել, նա այնտեղ կարելի ասել ձևավորվել, սիրվել եւ ընդունվել է, շատերը նրանց համարում են իրոք ազգային գործիք, կիթառը, հա, բայց եթե վերցնում ենք այն փաստը, որ գործիքը ծագում է առել նաև հայկական լեռնաշխարհից, հետևաբար չի կարող համարվել միայն իսպանական եւ պետք է նշվի, որ հայկական լեռնաշխարհը մեր տարածաշրջանում ունի շատ մեծ ազդեցություն այդ գործիքի զարգացման եւ դասականը դառնալու գործում, հա։ Այսպիսի պատասխան եւ իրոք կարծում եմ, որ այո, դուք ճիշտ եք նշում, որ շատ է աղավաղված մեր ազգայինը փորձում են, բայց չես կարող չնկատել նաև այն փաստը, որ իրոք կան մարդիկ, ովքեր որ կարելի ասել ատամներով պահում են եւ չեն թողնում, որ ել ավելի աղավաղվի եւ զտվի, հա, ոչ թե զտվի, այլ խառնվի մյուս Երթապանցի Այո, մնա ազատ, մնա իրենը, մաքուր, զուլալ, այս գործը եւս տարվում է եւ չնկատել դա իրոք չի կարելի։ Կան բնականաբար մարդիկ, ովքեր որ դա չեն տարբերում, դա չեն զտում, հա, եւ խառնում են մյուս հարևան երկրների երաժշտական արվեստի հետ, վերցնում են այնտեղից եւ այլն, բայց իրոք կան մարդիկ, ովքեր որ ասում եմ, ատամներով պահում են, որ մեր ազգայինը, մեր կոմիտասինը, մեր Սայեթնովան բոլորը մնան եւ հինեն մերը, հա, չկորցնենք նրանց։ Արիանա ջան, կոմպլիմանտներ չեն նվադագս, սակայն նկատեցի բամը, որ հազվադեպ կգտնեմ, դերևս առաջին կամ երկրորդ անգամ ուշուշով ծերպարերը լսում էի եւ հետաքրական է, որ չի կարողացա մատնանշել մի հատ օդանախան բառ, որ ինձ համար շատ զարմանալի է, նույնիսկ էտամաժոր էլիտա մարդիկ Հայաստանի մեջ որ լրագրողներ են, քաղաքական միջազգայնագետներ են, նկատել որ օդար բառեր, այսինքն ես չեմ կարող բռնել ինչպես կլա որ Հայաստանի մեջ կա 7 լեզու, այսինքն հայաստանցին գներեք, այսինքն ինչ հեկտանքով պիտի խոսի, իհարկե հեկտան չէ եւ հանցավոր ժողովուրդ չէ, հայաստանցին այսօր միջազգային լեզվակեր է, որովհետեւ մեկ նախատեսություն մեջ ես կնկատեմ որ կան հայերեն բառեր, արևելայերեն որ 50% կազմեն, ցավոք սիրտի, ելի ասում եմ իմ վադակը հեկնել չէ, կա ռուսերենը, կա հարաբերեն, ահավոր մեծ դոգոսով, կա թրքերեն, կա բարսկերեն, կա մի հատ լատիներեն, որ ացիա են գտնում, սեբում որ էլի, եթե ացիա եղավ ուրեմն հայկական է, այսինքն որ մեկ անգլերեն բառ առնում են անուն ացիա եւ կա
հնարված բարերը, որ ոչ մեկ լեզուի մեջ չեմ կարող գտնել։ Այդ ինչպես եղած է որ դուք օրինակ համար կարողացած եք, օրինակ համար ես մինչև այսօր ասել էի, որ Հայաստանի մեջ ռեֆերենս, այսինքն մեդիա որտի մենք որ մեկը որ լրիվ հայերեն բարերը գիտե, ասում էի բացակայում է։ Ձեր մոտ շատ մեծ ուրախությամբ արձանագրում եմ, որ մտնում է միակ բարը որ գտնա որ հայերեն չէ, զուլալ էր, բայց այդքան իհարկե ներելի ես ալ ուտինը բար օգտագործում եմ։ Չեմ ասում որ սպիրկահայը մասմակորգու խոսի։ Սակայն Հայաստանի մեջ անդարբեր գմաքսի նույնիսկ որ մեկ միդում միկտիդաուտիդա նույնիսկ չանք որ խոսվի հայերեն։ Այդ ինչպես եղավ որ դուք կարողացաք այսքան մակրո հայերեն խոսել որ ես ուղղակի Իսմայելած եմ եւ ինչու համար եւ ինչպես էսի դարաձենք, այսինքն ահա որ է արաբերեն բարերու մանավանդ դողոսը նույնիսկ բադաղաձե որ մի հատ երկ որ կրտներքը ասում էր երդելու ենք պատմությունը թազա եւ որ գրեցի որ ինչքան սիրուն աղջիկ ես սիրուն ես գրում այդ թազան արաբերեն բալ է ինձ բարան ուղարկեց հայաստանյան որ մեջ գրում թազան նոր որ նշանակե հայերեն է ինչպես եղավ որ բավանեցիք ձեր լեզուն եւ ինչպես պիտի դարաձենք ձեր մշակույթը որտեւ Հայաստանը գալիք ունի ձեր նման հայերեն խոսողներու ես ճիշտ ասած չի մտածի որ ես միակն եմ որտեվ միակն որ սանտիմատ եմ գիտեք ներողություն որտեվ ես ինքս իմ շրջապատում ունեմ բազում մարդիկ ովքեր որ իրոք խոսելիս հատկապես եթե խոսում ենք հարցազրույցի կամ պաշտոնական որևիցե հարթակում, հա? Պաշտոնական հարթակ չենք։ Մենք պաշտոնական հարթակ չենք։ Հասկանալի է, բայց ամեն դեպքում մենք բարեկամներ ենք։ Այո։ Ամեն դեպքում կարծում եմ օրվա ընթացքում օգտագործել օտարածին բառեր, նույնիսկ ես եմ ինձ թույլ տալիս, բայց երբ որ դու դուրս ես գալիս ինչ որ հարթակ որտեղ պետք է ներկայանալի լինել, կարծում եմ պետք է ներկայանալ հայեցի գրագետ, որ եւ լսելի լինի եւ ընկալելի լինի եւ ինչու ոչ մենք մեր լեզվի կրողն ենք, բացի մեզանից կարծում եմ ոչ ոք այսքան ուշադիր չի լինելու ոչ հայոց լեզվին, ոչ խոսքերին, որ տարածվի կամ հնչելի լինի, կարծում եմ այն մարդն ով լսում է հայ մարդու, էական չի, հա, ինչ մասնագիտություն է կամ ինչի մասին է խոսքը գնում, երբ որ հային ես լսում, դու պիտի հայեցի խոսք լսես։ Այսպես շատ ավելի հեշտ է հասցնել խոսքդ, լինել ընդունված, լսված եւ հասկացված։ Հակառակ դեպքում կարծում եմ մենք մեր ազգությունը եւս կկորցնենք։ Իսկ դա ուղղակի անթույլատրելի է, չէ՞ որ մեր ինչքան նախնիներ ունենք, չէ՞, ովքեր որ գաղթել են ինչ-ինչ պատճառներով եւ իրանք են հատկապես պահպանողը մեր լեզվի, մեր մշակույթի, մեր կրոնի հայեցի ամեն ինչի պահպանողը կարծում եմ Սփյուռքում գտնվող հայերն են ավելի շատ քան մենք, չնայած որ կարծում եմ յուրաքանչյուր հայի պարտքն է պահպանել հայ լեզուն, մշակույթը, արվեստը, արհեստը եւ կրոնը։ Սա այն բաներն են, ինչ մեզ դարձնում է մեզ ցույց է տալիս, որ մենք հայ ենք եւ ոչ ուրիշ ազգ։ Մի փոքր այդքան համացանչեմ, որովհետեւ ըստ երևույթին օտար բառերը օգտագործել ավելի հասկանալի, շատ բարձ օրինակ նույնիսկ որ եթե մենք երթան Google Translate եւ հայերեն եւ անգլերեն տնենք, շատ բարձ օրինակն է, մի հատ շատ բարձ բառ, planning, ծրագրել, եթե Google-ի վրա երթան գրենք planning, մեզ դժբախտաբար դալիս է պլանավորում, այսինքն դժբախտաբար նույնիսկ Google-ը սեբում է, մենք այսինքն de facto ընդունենք, որ այդ է լեզուն, ձեզ պիտի հարցնեի, ինչ կգնալեք բեդութենեն, որովհետև դուք պայքարող եք այս ուղղությամբ, արդյոք բեդութենեն ո՞ր է հետաքրքրություն տեսած եք, որ ձեզ աճակցի ձեր ազգային առաքելության մեջ, մշակութային առաքելության մեջ։ Գիտեք, ես իմ գործունեությունը ծավալում եմ բանկավարժության ոլորտում, դասավանդելու ոլորտում եւ չեմ նկատել խոչընդոտ, որը որ ինձ թույլ չտա, որ ես իմ գործս, իմ պրոպագանդումը շարունակեմ։ Չեք խոսում խոչընդոտի, մենք խոսում ենք աջակցության մասին, չեմ ասում ինչքան է խանգարում, ասում եմ ինչքան է աջակցում։ Դուք պաշտպանում եք, ես չեմ ասում ձեր վրա հարցակում, ասում եմ պաշտպանում, չէ՞ ոչ թե։ Կամ խուսափում եք։ Գիտեք, ավելի շատ խուսափում եմ երևի, որովհետեւ ինքս Ինչպես։
Չեզոք դիրքի վրա եք ուզում գնալ։ Այո, քանի որ ես քաղաքականություն ես հասկանում եմ, բայց կարծում եմ ճիշտ չի լինի իմ կողմից արձագանքել թե կողմ թե դեմ որևիցե միտք, որովհետև ինքս շատ չեզոք եմ քաղաքական առումով, բնական է նկատում ես եւ լավ կողմերը եւ վատ կողմերը, բայց քանի որ ինքս երաժիշտ եմ եւ ընդհանրապես գլուխ չեմ հանում այն ինչ որ պետք է լինի քաղաքական առումով, հա, կարծում եմ, որ ճիշտ էլ չի լինի արձագանքել ու փնովել կամ թեկուզ եւ պաշտպանել, հա։ Դրա համար ավելի շատ կողմ եմ պահպանել միջին ուղին եւ տեսնել եւ այն ինչ որ կատարվում է եւ այն ինչ որ չի կատարվում, հա, հակառակ, այսինքն երկու կողմերն են երկու տարբերակներ։ Գնաք չի բարձրացնել գարկեմ ծեր գամքը, շալերի բարձրացումով։ Երբեք նկատել եք կամ երբեք պետությունը ծեր նեցու կանգնել այս հարցերով, կարող եք ասել չեմ ուզում խոսել եւ կանցնենք առաջ։ Ես ներողություն եմ խնդրում, հարցը չհասկացա մեկ անգամ։ Երբեք բադայել եմ դեպք որ տեսել եք որ պետությունը եկած է ծեզի աշակցել նեցու կանգնել որ ծեր արակելության մեջ օժանդակ է։ Որ օժանդակ է։ Այո։ Այգիտեք ուզում եմ հիշել տարբերակ երբ աջակցել են եւ երբ տարբերակ որ չեն աջակցել եւ հրամեցեք իրոք չեմ կարող գտնել ոչ այն քանի որ երբ որ հարկն է լավ անցնենք առաջ այս արդյունքը չեք ուզում պատասխանել կենտրոնա այո ահա լավ հասկանում եմ ես չեմ ուզում ցեզ նեղել դե ինձ ուշ ինձ շատ նեղող եղած է սակայն ես չեմ ուզում ցեզ այդ վիճակը ատտաբավորությունա ուզում եմ ցեզնից խոսք կորզել չեմ ուզում դենց լավ սպիրկին ինչ կուզեք ասել սպիրկի մեջ ինչպես կնան սպիրկի ցեզ աջակցել դե ես ալ սպիրկին շատ լավադես չեմ որ որևէ օգնություն կսկա սպիրկն արդեն իր խորտ ըմպերի մեջ ես Հայաստանը սպիրկն չգարձեք որ սպիրկի մեջ ավելի հայրենասիրություն կա որտեղ անդարբերությունը եւ ասկային ոգի բացակայությունը դարձած է մոդեռն մոդայիկ այսինքն նորացեմություն սպիրկին ինչ կնակ ակնկալել ես չեմ ակնկալել սակայն դուք կնակ կոչվել գիտեք ես ակնկալում եմ եւ հույս եմ փայփայում որ այդքան էլ այդպես չէ ոնց ասում եք քանի որ եւ Հայաստանում եւ Սփյուռքում մենք ունենք եւ հայրենակիցներ ովքեր որ խնդրանք ինձ հոգնագի խոսել երբեք ինձ հոգնագի մի խոսեք որտեղ ես արդեն հարազատ ենք հոգնագին թողեք Ալեն Սիմոնյանն բաշխերում ինձ հետ կնաս խոսել եզակիով հրամեցեք ես կարծում եմ որ եւ այստեղ եւ Սփյուռքում մենք միանշանակ ունենք հայրենակիցներ մենք ասելով եսի նկատում եմ ձեզ եւ ինձ ես չեմ ուզում օգնագի դառնալ այս խոսքը մարդ չկա եւ ինձ ներողություն բոլոր դեպքերում մենք ունենք եւ Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս հայրենակիցներ ովքեր իրոք սրտացավ են իրոք իրենց կամքը արտահայտում են, իրենց ուշադրությունն են ցույցաբերում, հա, Հայաստանում կատարվող հայերի հետ կատարվող յուրաքանչյուր դրվագի մասին, կարծում եմ մեր մշակույթը կարիք ունի եւս ուշադրություն սևեռել իր վրա, Սփյուռքում, սա կարծում եմ երևի թե ճիշտ կլինի ասել ինֆորմացիա ունենալ, հա, տեղեկացված լինել, տեսեք ես էլ եմ օգտագործում բառեր, որոնք որ տարածին են։ Սփյուռքում լավ կլինի իմանալ, ճանաչել մեր հայրենակիցներին, հանձինս այս պահին, քանի որ բադելանական փառատոնն է տեղի ունենում, հենց բադելանի մասին եմ ուզում խոսել, որ ճանաչվի եւ հիշվի, քանի որ իր տարիքակիցները, ովքեր որ իրեն ճանաչել են, իր ժամանակ եղել են, լսել են, թեկուզ եւ փոքր հասակում են եղել, մանուկ են եղել, բայց լսել են Բադելյանի գործերը, Բադելյանի կատարումները, համերգներին են մասնակցել, իրենք բոլորը մինչ այսօր գիտեն եւ ճանաչում են։ Բայց ցավոք շարունակությունը արդեն այդ սերունդների քիչ տեղեկացված է։ Այն հատվածը, այն զանգվածը ուսանողների, աշակերտների, ովքեր որ շփվում են գիտարի հետ, իրենք բնականաբար տեղեկություններ ունեն, բայց այդ օղակից դուրս մենք ցավոք չունենք լուսաբանված հատված,
որպեսզի մարդիկ ճանաչեն, թե ով է իրենց հայրենակիցը, Էդուարդ Բադալյանը, ինչ գործ է արել իր հայրենիքի համար, քիչ գործ չի, ահռելի գործ է բացել դպրոց, դասարան, որտեղ կարող են շարունակաբար կրթվել նոր սերունդներ, ստանալ կրթություն, ուսումնասիրել մշակույթ, երաժշտություն, ինչը կարծում եմ յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է անբաժան մասը լինի։ Երաժշտությունը զարգացնում է, ձևավորում է, երաժշտությունը շատ կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Միչայլոս off the record ես երկու հայրենասերներ կճանաչնամ ասկային շարժմեն Նարա Բադալյան եւ Գագարեն Բադալյան հնարավոր է ցեզի հարազատ են Չէ, բարեկամական կապ չունենք, հավանաբար ուղղակի ազգանուններն են լինել։ Հասկանալի է։ Մարինա ջան, իմ հարցումներս ավարտած են, սակայն ցեզի դաշտը ազատ կցկեմ, ինչ կունիք սրտի խոսք, խնդրեմ հրամեցեք, դաղամին սպիզում եմ եզի բավական ժամանակ տված է եւ ցեզի այդ խոսելը շատ հաճելի է, բայց քանի որ դուք չեք ուզում այդքան խորանալ այն թեմաներում, որ ես ընտրեմ ես ավելի խաղապար ունիմ եւ այդքան եմ ուզում չեմ հասկանալ, ուզում եմ ցեզի դաշտը ազատ ցկալ։ Հրամեցեք։ Շնորհակալ եմ Պետրոս ջան, իրականում կարելի ասել մենք ամբողջովին փակեցինք բոլոր հարցերը իրականում խոսեցինք, ինձ շատ հավես էր, հետաքրքիր էր, շնորհակալ եմ ձեզ նույնպես, ցավոք կներեք, ես իրոք քաղաքականություն չենք գնաց էզի բարդատրել ինչ պիտի խոսիկ դոգմատիկ չենք։ Չէ, այո։ Դուք եք իշխանության որ բարդատրել ինչպես կուզե խոսիլ ժողովուրդը։ Ինձ մոտ ժողովրդավար է։ Շնորհակալ եմ, շատ հաճելի բովանդակալից եւ դրական էմոցիաներ։ Ես ամեն անգամ եւ իմ գերներս կբերեմ ինձ պիտի ուղարկես արդեն ամեն գուզեմ շնորհակալություն այտնել ասք 24-ի դնորեն հիմնադիր եւ իմ կապարական զինագից եւ լավ անգերձընկեր Սամվել Մանյան որ ուրախ եմ որ ինձ զանոթացուց քեզ կամ ցես ես կխոստանամ որ իմ բոլոր բարեկամներս կբերեմ եւ ներկա գտնվեմ եւ հիմա քեզի դաշտ ազատ կցկեմ խնդրեմ ինչքան ուզես ռեկլամ զանուցում գնացնել քո բեռնարգին Շնորհակալ եմ անչափ երկար խոսք չունեմ չեմ ասի երկար բարակ խոսքեր բայց մեծ սիրով կսպասեմ բոլորին ովքեր իրոք ցանկություն կհայտնեն մասնակցել մեր գալահամերգին եւ մեկ անգամ հիշացնեմ որ տեղի կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում ամսի 11-ին չորեքշաբթի օրն է դա երեկոյան ժամը 7-ին սիրով կսպասենք տոմսերը վաճառքում են կան համեցեք Շատ շնորհակալ ենք ամենին գայքելուց socialist-armenia.org եւ national-armenia.org աստանությունները ինձ պիտի ուղարկե մեր նոր բարեկամը հայրենասեր տուն քաղաքականությամբ չես սպառվել կգարձես սակայն տուն քաղաքականությամբ կսպառվես որովհետեւ քաղաքականությունը միայն քաղաքական խոսք չէ ոչ միայն պատրաստական ռազմական է քաղաքականությունը մեր առօրյա գներես այսինքն չեմ ուզում քեզի տասավանդելու տասյալակել հավակնել սակայն քաղաքականությունը միայն այնպես չէ որ քաղաքական գեսված կամ գուսակցություններու մասին կամ իշխանության մասին գարձիկ արտահայտել է ոչ ալ պատերազմը անի որ ժողովրդի պատերազմին դու նստավես կամ դու նստավես քաղաքականությամբ արդեն սպառվում եք որովհետև մշակույթը երաժշտությունը մյուզիկը եւ ամեն ինչը քաղաքականության մաս կազմում է իսկ իմ բարարանից մեջը իմ քիրտից մեջը հայրենասեր ասկային թիմատրողես որովհետև ինչպես ասի պայման չէ որ քաղաքական արտադրությունը գարձիկ արտադրես ու ասկային եւ մշակութային արդեն արակելությամբ արդեն տուն քաղաքականության ասկային մշակույթի չագերես շնորհակալություն եւ գանտիբին Քո պարադոնի ծեր պարադոնին Շնորհակալ եմ Ես երեմ շնորհակալ